Ջերկին եփվելուց հետո թողում ենք մի քանի ժամ սառի, տակ-տակ չի կարելի ընդհանրապես հանել, պետք է պարտադիր թողեք սառի մի քանի ժամ։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է եղել։ Ահա։ Ջերկիները, կտորները, հիմա տեղափոխենք։ Մենք ունենք 1 կիլոգրամ միս, 1 կիլոգրամ մսից մենք ստացել ենք այսքանը։ Ընդհանրապես նորմայով պետք է 50% ինքը քաշ գցի։ Եթե 50% գցում է, ամեն ինչ ճիշտ ա։ Հիմա այս մի կտորը կվերցնենք, իր հաստությունը, իր չորությունը, ամեն ինչ նորմալ է։ Կկտրենք արդեն։ Ճիշտ ընդհանրապես ջերկին կտրելու համար պետք է բարակությունը այսպես կտրենք։ Այս կողքից, այսպես կտրում ենք։ Ոնց որ միշտ ասել եմ, մեր ատամներն են, նայեք ոնց է փոկվում ջերկին։ Էսի ամենահաստ կտորն էր, էս էլ երևի բարակն է, ավելի չոր, նորմալ է, շատ լավ է։ Եթե ուզում եք պատրաստել հավի կրծքամսով ջերկի, տեսանյութը սկզբից մինչև վերջ տեսեք, ըստ դրա արդեն կարող եք պատրաստել։ Ահա տարբերակը շատ լավ, սիրուն, մենք ամեն ինչը ցույց ենք տվել։